Բարի երեկո ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, Աստծո օրհնությունը թող լինի ձեր վրա, ձեր ընտանիքի վրա։ Ուղղակի Աստծո ներկայության մեջ գտնվելով շատ հետաքրքիր բան ստացա ու միանգամից ներսից զգացի, որ ուղիղ եթեր պետք է մտնեմ ու ես համոզված եմ, որ ինչ որ մեկի համար է դա ու ոչ թե հենց կոնկրետ ինչ որ մեկը, այլ շատերը կարող են օգտվել հենց այս եթերից ու ուղղակի Աստծուց խոսք վերցնեմ։ Դրա համար կխնդրեմ, որ դու էլ ակտիվ լինես, կիսվես, միգուցե ինչ որ մեկը իրոք քո կիսվելով կստանա Աստծուց ինչ որ հարցի պատասխան։ Թող Աստված օրհնի քեզ, եղիր ակտիվ, մի որոշ ժամանակ սպասենք, մի կարճ ժամանակ, երկար չեմ խոսելու, շատ կարճ է լինելու, ասեմ, որ ժամանակ առ ժամանակ այսպիսի բան արթնանում իմ ներսում, այնպես չի, որ ամենօրյա ուղիղ եթերներ ունեմ, կամ հատուկ ընդգծված, մանավանդ, որ հիմա ուշ ժամ է ու հնարավոր է շատերը քնած կլինեն, բայց ես գիտեմ, որ ինչ որ Աստծուց է ծնված հաղթելու է աշխարհին։ Ես գիտեմ, որ ձեզնից ոմանք հենց այս խոսքի կարիքը կունենան ու օրհնվեն ու կհաղթեն ու առաջ կընթանան։ Հայր իմ Աստված Հիսուս Քրիստոսի անունով աղոթում եմ, որ այն խոսքը, որ ներսումս առաջացավ, դիպուկ գնալու է առաջ, հատուկ ինչ որ մեկի կամ ոմանց համար պտուղա բերելու ու սատանան հերթական անգամ պարտված է լինելու իմ եղբայրների ու քույրերի կյանքի մեջ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Խնդրում եմ քեզ Տեր, օծիր այն խոսքը, որ սրտիս մեջ դրել ես, որ փոխանցեմ քո ժողովրդին ու թե ինձ համար, թե իմ եղբայրների քույրերի համար դա լինի օրհնություն։ Փառքն ու պատիվը քեզ Տեր, զորավոր ու փառահեղ Աստված։ Շնորհակալ եմ Տեր, որ արթնացրեցիր մեջս այդ խոսքը, որ գնա ու հաղթական հարված հասցնի սատանային ու իր ճակերտավոր թագավորությանը եւ փշրվի։ Այն ամրոցները, որ կառուցել է սատանան, ջախջախվի ու քո հաղթանակը լինի քո զավակների կյանքի մեջ Հիսուսի զորավոր ու փառահեղ անունով։ Ամեն։ Ամեն։ Դուք կարող եք ուղղակի մեկնաբանություններում, աղոթքի խնդրանքներ նույնպես գրեք, որ կարդանք ու կաղոթենք անպայման։ Այն խոսքը, որ հիմա Աստված սրտիս մեջ դրել է, դա ուզում եմ կիսվեմ, որպեսզի իրոք վերցնես ու լինես օրհնված։ Գիտեք, այս աշխարհում ամեն ակնթարթ մենք հանդիպում ենք իրավիճակների, այնպիսի իրավիճակների, որ այդ իրավիճակների միջոցով սատանան փորձում է մեզ ծնկի բերել։ Սատանայի նպատակներից մեկը նա է, որ մեր կյանքի առաջնորդը չլինի Սուրբ Հոգին, այլ լինեն հենց այդ իրավիճակները։ Գիտեք, երբ որ սատանան գա, կանգնի մեր իրավիճակների մեջ նույնպես, կամ ֆիզիկապես ինչ որ վիճակ ստեղծի ու փորձի մեզ ասել, որ ինքը Տերն է այդ իրավիճակների ու փորձի մեզ առաջնորդել, մենք կկանգնենք, կիմանանք, որ դա սատանան է ու ամեն ինչ կանենք, որ ոտնակոխ անենք նրան, մեր աղոթքներով, մեր ամեն ինչով։ Բայց նա ծածուկ իր բնավորության համաձայն, որ նա առաջին օծն է, եկեք չմոռանանք, որ նա հենց առաջին օծն է ու բանսարկում, նա ամեն ինչ անում է, որ ինքը իրավիճակների միջոցով դառնա մեր կյանքի առաջնորդը ու ստեղծում է, սցենար է գրում, ստեղծում է ամեն իրավիճակ, որ ինքը այդ իրավիճակների միջոցով առաջնորդի մեզ ու մենք էլ չիմանանք, որ ինքն է առաջնորդում մեզ, սատանան ինքն է առաջնորդում մեզ։ Մեզ թվա թե դե իրավիճակը գնում է առաջ ու մտածենք, որ դե ժամանակը ցույց կտա, երևի տանք ամեն ինչ ժամանակին ու դե ժամանակը ցույց կտա ինչ է սպասվում։ Ու մեր լուծումները մենք տանք ժամանակին։
կամ մեր լուծումները տանք իրավիճակներին։ Ու այդ իրավիճակները մեզ կամաց օծաձև ճանապարհներով առաջնորդեն ու հետո չհասկանանք, որ կանգնել ենք անդունդի եզրին կամ արդեն անդունդում ենք։ Սիրելիներ, այս խոսքը ձեզ, որ հենց այդ իրավիճակները կան, ծնկի գանք Աստծո առջև, ամեն ինչ հանձնենք Աստծո ձեռքերի մեջ, հասկանանք, որ այս ձեռագիրը աստվածային չի, Աստծուց չի այս իրավիճակը մեր կյանքի մեջ, ու կանգնենք նույնիսկ սատանայի հետ խոսենք ու հասկացնենք իրեն, որ մենք հասկացել ենք իր ծրագիրը, որ նա այդ իրավիճակների միջոցով դարձել է մեր կյանքի առաջնորդը, ու այդ ամեն ինչով, այդ հասկացնելով ու այդ մեր աղոթքով ու մեր ծնկի գալով Աստծո առջև հասկացնենք, որ մենք համաձայն չենք այդ իրավիճակների հետ, ու դրանով իսկ ապտակ հասցնենք չարին, ասելով, որ դու մեր կյանքի Տերը չես, մենք մի Տեր ունենք, խաչյալ եւ հարություն առած Հիսուս Քրիստոսը, որը մեզ համար խաչվել է, հարություն առել, ու այդ հարության զորությունը մեզ է տվել, ու այդ հարության զորությունը հռչակենք մեր իրավիճակների վրա, ու ես համոզված եմ, իբրև մի փխրուն պատ կքանդվի այդ իրավիճակը, դու ինքդ էլ կզարմանաս, դու ինքդ էլ նույնիսկ կզարմանաս ոնց այդ իրավիճակը քանդվեց, իսկ դու արդեն հանձնվել էիր։ Թող Աստված առաջնորդի քեզ։ Թող Աստված քեզ ներսից ուժ տա ու դա իր ուժը կլինի եւ ոչ թե քո ուժը։ Որովհետեւ ոչ թե ուժով, ոչ թե զորությունով, այլ իմ հոգով ասում է Տերը։ Նրա զոր խոսքերից մեկը։ Բռնվիր այս խոսքից ու ինձ հետ հենց հիմա դավանիր։ Ասա ինձ հետ միասին, փակիր աչքերդ ու ասա ինձ հետ միասին։ Ոչ մի իրավիճակ իմ Տերը չի եւ այդ իրավիճակի միջոցով սատանան չի իմ կյանքի առաջնորդը, ժամանակը չի իմ կյանքի առաջնորդը, այլ իմ կյանքի առաջնորդը միայն Տերն է իր լույսով, իր ամպի ու կրակի սյունով, որ Սուրբ Հոգով իմ մեջ ադրված արդեն։ Փառք քեզ ամենակարող Աստված, որ դու ես մեր առաջնորդը ու դու երբեք քո առաջնորդությունը չես տա չարին, եթե մենք ինքներս ինքնական չտանք չարին։ Ու հենց հիմա դավանում ենք, որ մենք հաղթողներ ենք, որ իրավիճակները մեզ ծնկի չեն կարող բերել, այլ մենք ինքներս ենք ծնկի գալիս Տիրոջ առջև, ոչ թե իրավիճակների առջև, այլ Տիրոջ առջև, Տիրոջ Հոգու առջև։ Ու թող սատանան երես հայտնվի Տիրոջ Հոգու առջև ու խայտարակ լինի ու քանդված լինի նրա կառուցած ամեն իրավիճակ։ Հիսուս Քրիստոսի զորավոր ու փառահեղ անունով։ Փառք քեզ Տեր։ Փառք քեզ Տեր։ Տերն ասում է քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Նա փորձառություն ունի աշխարհին հաղթելու։ Ամեն տեսակ իրավիճակների մեջ ընկել է Տերը, բայց հաղթանակով է դուրս եկել, ու այդ հաղթանակը ձրիաբար իր շնորհքով նվիրել է մեզ։ Այնպես որ սիրելիներ, վերցրեք այս խոսքը։ Թող Աստված օրհնի ձեզ։ Ես համոզված եմ, որ դուք ստացաք։ Ես կխնդրեմ, որ դուք կիսվեք, ուղարկեք ինչ որ մեկին, որ գիտեք, որ դժվար իրավիճակների միջով անցնում։ Ես համոզված եմ, շատ վկայություններ մենք ունենանք, որովհետև սա ուղղակի պայթյունի նման էր իմ սրտում, որ ես անպայման մտնեմ ու ինչ որ մեկին, թեկուզ ինչ որ մեկին մինիմում, եթե ինչ որ մեկն էլ ձեզանից հիմա հարյուրավոր մարդիկ են, լսելու հազարավոր միգուցե, եթե ինչ որ մեկն էլ օգտվի ու հետո վկայություն տա, այսօրվա իմ ուղղված խոսքը կլինի հաղթական ու Աստծուն կփառավորի։ Թող Աստված օրհնի ձեզ։ Ես նաև ուզում եմ ձեզ կոչ անեմ, որ շաբաթ ու կիրակի օրերին ծառայելու եմ եկեղեցում ու Աստված յուրահատուկ խոսք է դրել իմ սրտի մեջ, որի մասին միգուցե կարելի էր մտածել երևի լռեինք, որովհետև այդ խոսքը շատ բազմազան է լինելու ու Աստվածը սրտիս մեջ դրել, որ դրա շուրջ պետք է անպայման խոսեմ, ու ես համոզված եմ, որ շատերի համար կլինի օրհնություն, միգուցե որոշակի դիսկոմֆորտ էլ առաջանա եկեղեցու մեջ այդ խոսքը լսելու ժամանակ, բայց ես համոզված եմ, որ իրոք այն խոսքը, որ ծնվել է Աստծուց, գնալու է
փշելու պատեր ու հաղթանակա պարգևելու շատերիս, ինչքան էլ նախընտրելի չլինի այդ խոսքը, որ մենք լսենք, մեր ականջները չշոյի, բայց եթե մի բան Աստծուց է, դա պետք է անպայման լինի։ Թող Աստված օրհնի ձեզ, բարի գիշեր եմ ձեզ մաղթում, համոզված եմ, որ օրհնվեցիք ու մղում եմ ձեզ նաև աղոթքի, գնացեք, կարող է շարունակեք աղոթել ու կտեսնեք ինչքան օրհնություն կլինի այդ աղոթքը ձեզ համար։ Իրապես օրհնյալ եղեք, Հավիտյանս Հավիտենից։ Ամեն։